Բարև ձեզ, սիրելի քաղաքացիներ, առողջության համընդհանուր ապահովագրության թեմայով մի հարցի կուզեի անդրադառնալ, որը վերջին օրերին անդադ քննարկվում է հատկապես սոցիալական փաթեթի շահառու պետծառայողների մոտ։ Բանն այն է, որ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000-ից բարձր է, նրանք համարվում են համակարգին միացած անձինք։ Նրանց, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, նրանք մնում են պետպատվերի շրջանակում դեռևս։ Հիմա, եթե դուք սոցփաթեթի շահառու եք եւ ձեր աշխատավարձը 200,000 դրամից բարձր է, ապա ձեր ամսական ապահովագրական վճարի համար այն 5,500 դրամը, որը վճարում եք ուրեմն զինապահ հիմնադրամին, դրանից 4,500 դրամը փոխանցվում է ապահովագրական հիմնադրամին։ Բացի դրանից 6,000 դրամը փոխհատուցում է պետությունը ձեր սոցիալական փաթեթի շրջանակում, բայց որպեսզի այդ գումարը պետությունը փոխանցի ապահովագրական հիմնադրամին, ապա անհրաժեշտ է, որպեսզի դուք դիմում ներկայացնեք, որպեսզի գործատուն այդ հաշվարկը կատարի աշխատավարձը հաշվարկելիս եւ վճարելիս։ Եթե դիմում չեք ներկայացնում, նշանակում է դուք ինքներդ պետք է այդ 6,000 դրամի մուտքագրումը կամ վճարումը կատարեք։ Հարցը հիմնականում սա էր. կարող եմ արդյոք դիմում չներկայացնել գործատուին։ Իհարկե կարող եք։ Այդ դեպքում 6,000 դրամը գործատուն չի հաշվարկի եւ չի գանձի աշխատավարձից, բայց փոխարենը դուք պետք է այդ գումարը 6,000 դրամը, որը որ ձեր փաթեթի վճարն է, ձեր սոցփաթեթի գումարն է, դուք պետք է փոխանցեք ապահովագրական հիմնադրամին։ Ինչը ըստ էության պետությունն է փոխհատուցում։ Ստացվում է, որ ձեր կողմից վճարելիք միայն գրպանի գումարը, այսպես ասած, 300 դրամ է։ Հետևաբար, եւս մեկ անգամ հստակեցնենք, սոցփաթեթի շահառու 200,000 եւ ավել աշխատավարձ ստացած անձանց համար այս պահին ապահովագրական վճարի ծախսը ընդամենը 300 դրամն է, բայց որպեսզի սոցփաթեթի գումարը 6,000 դրամը գործատուն միանգամից հաշվարկի եւ վճարի, ապա դուք պետք է դիմում ներկայացնեք գործատուին։ Եթե չեք ներկայացնում դիմում, 6,000 դրամը վճարում եք ինքնուրույն, այնպես որ ունեք ընտրության հնարավորություն, վճարեք ինքներդ, թե հաշվարկի եւ գանձի գործատուն ձեր աշխատավարձի հաշվարկման ժամանակ։ Կհանդիպենք այլ հարցերի պարզաբանման շրջանակներում։ Եթե խոսքս էլի հստակ չէր եւ պարզաբանման կարիք ունի, սիրով կպատասխանեմ ծագած հարցերին։